Կարող եք 140,000 դրամով մեկ ամիս ապրել։ Հարցը այս օրն է գցել էկոնոմիկայի նախարարին։ Եթե Պապոյանը ընդունում է, որ դժվար է 140,000 դրամով մեկ ամիս համ սնվել, համ ճանապարհածախս ու կոմունալ տալ, համ ծնունդ կնունքի մասնակցել։ Առողջական խնդիրներից ու տխուր առիթներից Աստված հեռու պահի։ Բայց Հայաստանում աշխատողների մոտ 60%-ի աշխատավարձը 200,000 դրամից ցածր է։ Եվ ուրեմն մարդկանց նյարդայնացնում է, որ կառավարության ղեկավարն ու անդամները բարձր աշխատավարձի կողքին նաև պարգևավճարներ են ստանում, մինչև 9 միլիոն դրամ։ 200,000 դրամ ստացող պաշտոնյան չի կարող այնպես անել, որ մեր տատիկի աշխատավարձը ամեն տարի ավելանում 10,000 դրամով։ Գևորգ Պապոյանն ասում է, իրենք արժանի են լավ վարձատրության։ Որ լավ վարձատրվում են, լավ են աշխատում, որ լավ են աշխատում, լավ է լինում նաև քաղաքացու համար։ 7.2% տնտեսական աճ են ապահովել ՀՀ-ի համար։ 10,000 դրամ կենսաթոշակ բարձրացնելը արժի 75 միլիարդ դրամ։ Եվ եթե 75 միլիարդ դրամի համար պետքա օրինակ 5,000 մարդու 1 միլիարդ դրամի պարգևատրում տալ, դա պետք է անել։ Ու կանեն։ Մի քանի ամիս առաջ գործադիրը 3 միլիարդ 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել։ Հիմա էլ ավելի շատ կստանա։ 4 միլիարդ 600 միլիոն դրամ։ Սա դեռ 2025-ին լավ աշխատելու համար։ Մի քիչ առաջ այդ օրինակը բերեցինք։ Էկոնոմիկայի նախարարը մխիթարում է մարդկանց, Հայաստանում պարտք միայն աղքատները չունեն։ Հայաստանի Հանրապետության ամենահարուստ մարդիկ։ Հիմա ձեր մտքով ով կանցնի։ Լրագրողների մտքով հենց ինքը Պապոյանն է անցնում։ Հերթ բաները։ Էկոնոմիկայի նախարարը հարուստ վարկապարտքաշատներից է։ Ոչ։ Գևորգ Պապոյանի ճեպազրույցը մի հին, բայց չմոռացված սերիալ է հիշեցնում։ Հարուստներն էլ են լաց լինում։ Արփիս Քեսյան, Անեղանդիլյան, Հայլուր։